Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ազատ Քաջիկի Սիմոնյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Սիմոնյանների ընտանիքի երկրորդ զավակն, առաջնեկ աղջկանից հետո, ով 2 տարի մեծ էր նրանից։ Սիրված սպասված երեխա էր և ծնողների միակ որդին ու հետնորդը։ Այո, ծնողների հետնորդը պիտի դառնար, բայց նա ծնվել էր 1996 թվականի դեկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ Հաճախել է գյուղի մանկապարտեզը։ Աշխույժ էր, ժիր, մի քիչ էլ չարաճճի, բայց մարդամոտ էր ու շփվող։ Թե հարազատները, թե ընկերները նրան ասում էին Ազա։ 2003 թվականին գնացել էր առաջին դասարան, սովորել է գյուղի դպրոցում, սովորել է բարձր գնահատականներով։ Առանձնահատուկ սիրել է պատմությունը և անգլերենը։ Ակտիվորեն մասնակցել է դպրոցում կազմակերպվող միջոցառումներին։ Դասարանում նրան բոլորն էին սիրում։ 2006 թվականից զբաղվել է կարատե սպորտաձևով և արդյունքում ստացել դեղին գոտի։ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին մասնակցել է Երևանում անցկացված կարատեի առաջնությանը և զբաղեցրել երկրորդ տեղը։ 2008 թվականի մարտի 10-ին Հրազդանում անցկացված կարատեի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Զբաղվել է նաև բռնցքամարտով։ 2012 թվականին մասնակցել է Տավուշի մարզի բռնցքամարտի բաց առաջնությանը և գրավել առաջին տեղը։ 2013 թվականի մայիսին Երևանում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 68-ամյակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցին նվիրված բռնցքամարտի բաց առաջնությանն է մասնակցել և գրավել առաջին տեղը։ 2013 թվականին աչքի է ընկել նաև դպրոցում։ Հոկտեմբերին մասնակցել է դասարան ԿՏԵՄ դպրոցական կայքում անցկացված «Այսպես կարող եմ միայն ես» խորագիրը կրող տեսաձայնագրությամբ մրցույթին և առցանց քվեարկությունների արդյունքում զբաղեցրել առաջին տեղը։ Դպրոցն ավարտել է 2014 թվականին։ Ստեղծագործական մեծ տաղանդ ուներ, ուզում էր դերասան դառնալ։ Նրա տաղանդն այնքան մեծ էր, որ վերջին զանգի միջոցառման սցենարն անձամբ էր գրել, ինքն էր հաղորդավար եղել և երգերն անգամ ինքն էր կատարել։ Նույն թվականի ամռանը կրկին դասարան ԿՏԵՄ դպրոցական կայքում մասնակցել է Նոյան տապամրցույթին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Նույն տարվա սեպտեմբերին ընդունվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը, 6 ամիս անց զորակոչվել բանակ։ Նա միշտ ասում էր. «Ղարաբաղ եմ ծառայելու», ասաց ու գնաց։ 2015 թվականի հունվարի 14-ին կիսատ թողնելով ուսումը զորակոչվել է բանակ, Արցախ, Ջեբրայիլ։ Հնարավորություն է եղել մինչև բանակ գնալը 6 ամիս հետաձգել, մինչև խոհարարական գործը սովորելն ավարտին հասցնի ու այդ ընթացքում նաև քիթը վիրահատի։ Նա կտրուկ դեմ էր եղել։ Ծառայությունից շատ գոհ էր, երբեք ոչնչից չէր բողոքում։ Ծնողների հետ խոսելիս էլ ավելի հաճախ հարցնողի դերում էր, ոչ թե պատմողի։ Նա աշխույժ էր, ժիր, ժպտերես, կյանքով լի և սիրում էր երգել։ Երգում էր որտեղ պատահի, անգամ բանակում ու անգամ սահմանին, Լելե Թեբեի գագաթին։ Երբ երգում էր, ընկերները զգուշացնում էին, որ զգույշ լինի։ Մի անգամ էլ մայրն է զգուշացրել, թե բարձր երգում ես, հակառակորդը կլսի, իսկ ինքը թե ես վախենալու բան չունեմ, թող հակառակորդն ինձանից վախենա։ Եվ միշտ բարձրունքից երգել է «Քեզ սիրում եմ մամա» երգը։ Ու խեղճ ծնողները միամիտ մայրը հերոսածին տիկին Վեհանուշն ու որդուն հերոս մեծացրած բանից անտեղյակ հայրը պարոն Քաջիկն ինչ իմանային, որ իրենց մինուճարը առաջնագծում է ծառայում, 8 ամիս առաջնագծի դիրքն է պահել, թեև հնարավորություն ունեցել է դիրքեր չբարձրանալու։ Մի անգամ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր արել. «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում։ Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս եմ փնտրում։ Մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքերը, տունս չեք գտնի, այն շատ հեռու է։ Այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս։ Մի լացիր, մայրիկ, մի օր տուն կգամ, ամեն մի կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ»։ Դա նրա վերջին գրառումն էր 2015 թվականի օգոստոսի 19-ին։ Իսկ ինչ գրառում էր սա, հզոր ցնցող տողեր։ Կանխազգացում, ճակատագրի չար կատակ, կյանքի քմծիծաղ, թե ապագայի գուշակություն։ Դժվար է ասել, իսկ բոլորը հուզված գրել էին ու ասել. «Ազատ, մեզ մի լացացրու»։ Վերջինս նրանց պատասխանել էր. «Ժողովուրդ, չեմ գրել, որ լացեք, գրել եմ, որ կարդաք»։
Այնքան ուշադիր էր բոլորի հանդեպ, որ հենց տուն էր զանգում, չէր բավարարվում միայն տան անդամների մասին հարցնելով, այլ հարցնում էր բոլոր ազգականներից ևս ու ամբողջ գյուղից մեկ առ մեկ։ Հարևանները հիշում են, որ Ազատը միշտ պատրաստ է եղել բոլորին օգնել։ Գյուղում, ում համակարգիչը փչանում էր, դիմում էին Ազատին։ Երբ չարաբաստիկ ապրիլյան պատերազմը սկսվեց, նրա զորացրվելուն դեռ 9 ամիս կար։ Ապրիլի 2-ին նա կրկին դիրքերում էր։ Հենց նույն գիշերն է տեղի ունեցել հարձակումը։ Առաջին հարձակումը եղել է նրանց դիրքի ուղղությամբ, ու նա Ջեբրայելի իր դիրքը պահելու համար մարտնչել է մինչև վերջին շունչը։ Ապրիլի 16-ին պիտի արձակուրդ գար։ Վերջին խոսակցության ժամանակ ասել էր, որ կարոտել է բոլորին, բայց չհասցրեց։ Թեպետ ավելի շուտ եկավ հավերժի ճամփորդի ուղին բռնած։ Վերջին անգամ տանեցիների հետ խոսել էր ապրիլի 1-ին կեսգիշերի մոտ, ժամը 23:00-ին։ Հարազատները չեն իմացել, որ դիրքեր է բարձրանալու։ Դա եղել է վերջին հեռախոսազանգն ու վերջին զրույցը, իսկ ժամեր անց տեղի էր ունեցել հակառակորդի հարձակումը։ Իդեպ, մեր հերոսն իրենից 3 տարի փոքր մի քույր էլ ուներ։ 2 քրոջ մինուճար եղբայր էր, ծնողների միջնեկ երեխան։ Ասում են, բանակում առողջության հետ խնդիրներ է ունեցել։ Հայրն ասել է. «Գանք հրամանատարությանն ասենք այդ մասին դիրքեր չբարձրանաս», սակայն նա չի համաձայնվել, արգելել է ասելով. «Չերևաք այստեղ, հանկարծ իմ հետևից չգաք։ Հո երեխա չեմ, ձեռքիցս բռնեք տանեք։ Ես կգնամ, ինչ որ պետք է կանեմ, կգամ»։ Այո, ինչ որ պետք էր արեց։ Ընկերների հետ ժամեր շարունակ պահեց դիրքը, բայց հակառակորդի ուժերը գերակշռող էին, երկու կողմից շրջափակման մեջ էին։ Իր ընկերների հետ կռվել է մինչև վերջ։ Իսկ ծնողները հավատում էին, որ լավ լուր են լսելու, ավելի շուտ ուզում էին հավատալ, բայց այդպես էլ հրաշք չեղավ։ Թեպետ մայրը հերոսացին տիկին Վեհանուշը որդուց հետո էլ մոտ 2 ամիս դեռ հավաքում էր որդու հեռախոսահամարը, մտքում անհույս հույս ստացելով, որ կպատասխանի։ Նա գիտակցում էր, որ որդին չկա, հերոսացել ու գնացել է ճամփով հավերժի ճամփորդի, բայց դա նրան ենթագիտակցությունն էր ստիպում նրան ինքնաբերաբար վերցնել հեռախոսն ու հավաքել որդու հեռախոսահամարը։ Մինչև ապրիլի 10-ը ընտանիքում հույս են փայփայել, որ իրենց որդին զինակիցների հետ մի թփի տակ պատասպարված կլինի։ Մեր հերոսը վերջին անգամ տուն զանգել էր ապրիլի 1-ին, խոսել մոր հետ, բարի գիշեր ասել նրան ու վերջ։ Ազատի դիրքերում եղած ժամանակ թշնամու զինվորները մեր հերոսների անուններն են բարձրաձայնել։ Մի օր էլ այդ անունների հետ նաև Ազատ են բարձրաձայնել։ Ու մեր քաջն ասել է. «Տեսնում եք, ապագա հերոսին են կանչում»։ Եվ իր ծառայած վայրի ամեն ծառի ու քարի վրա նշել էր իր անունը՝ Ազատ, ապա ասել. «Սերունդները թող իմանան, ով է այստեղ կռվել»։ Այստեղ է, որ հարց է ծագում։ Միթե նա զգացել էր իր հետ կատարվելիքը կամ հստակ գիտեր, թե ինչ էր տեղի ունենալու ու այն տարավ իր հետ։ Բանակից մի անգամ զանգել էր համադասարանցուն, Մարային, ու ասել. «Մար, գալու եմ ու բոլորին իրար գլխի հավաքեմ, շատ եմ կարոտել»։ Այդպես էլ եկավ ու հավաքեց բոլորին, բայց ցավոք բոլորը հավաքվեցին, որ նրան վերջին հրաժեշտը տան։ «Ազա, սիրելի Ազա, քո չքնաղ գյուղի փտտուն գարունը քեզ համար ափսոս եղավ վերջինը, իսկ սիրածատ աղբյուրի ջուրը կսպասի քեզ, որ խմես իրակից ու սպասելուց հոգնելով կհոսի մինչև հողը թրջվի ու անցնելով հողի տակ կհասնի քեզ»։ Հերոսի զոհվելուց հետո ծնողները որոշեցին ևս մի տղա ունենալ, ով վառ կպահի հերոս եղբոր հիշատակը։ Ու շատ չանցած ծնվեց փոքրիկ Արթուրը։ Ծնվեց կրտսեր քրոջ ծննդյան օրը։ Նրա ծնվելով Ազատը վերածնվեց։ Փոքրիկի անունը որոշել էին քույրերը։ Նրա մեջ կարծես Ազատի հոգին լինի, որ փոքրիկի տեսքով նոր մարդուկ դարձած եկել է ծնողների մոտ։ Այդպես եմ մտածում, քանզի մեր հերոսի ընկերը դեռ հերոսացին մոր հղիությունից անտեղյակ երազ էր տեսել, որ իբրև Ազատը եկել ու իրեն ասել է. «Մամաս ինձ ասել է, որ ապեր եմ ունենալու»։ Փոքրիկ Արթուր, մեծացիր անհոգ եւ եղիր ուշիմ ու բնավորությամբ նմանվիր եղբորդ հերոս։ Մեր խիզախը մարտի ժամանակ 2 փամփուշտից վնասվածք է ստացել մարմնի տարբեր մասերում, ապա խոցվել է արկի բեկորներից, սակայն վիրավոր վիճակում էլ շարունակել է քաջաբար մարտ մղել հակառակորդի դեմ։ Սակայն 3-րդ փամփուշտը ճակատագրական է եղել։ Նա ընկել է քաջի մահով։ Մեր հերոսը 10 օր կորած էր համարվում։ Խորցավով պիտի ասեմ, որ նա այն 18 խոշտանգվածների մեջ էր, որոնց մարմինները գերի էր տարել արյունարբու գազանը։ Ասում են Արցախում կար մի ընտանիք, որը հարազատ էր մեր հերոսի համար, վերջինս էլ նրանց համար։ Քանզի նա հաճախ էր ջերմություն գտել այդ ընտանիքում, այցելելով նրանց։
Հիմա այդ ընտանիքում մեծանում է մի փոքրիկ ապագա զինվոր, ով հիշում ու կարոտում է իր ավագ ընկերոջն ու երբ փոքր էր և մի զինվոր էր տեսնում, իր մանկական թոթովանքով ասում էր. «Մա, Ազատը չկա, ուր է Ազատը»։ Եվ ամեն անցնող զինվորի հետ իր մանկական թոթովանքով հորաքրոջը գոռում էր. «Հոգուլ», այսինքն հորքուր, «Ազատը եկավ, հոգուլ, Ազատը եկավ»։ Նա հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն և արիություն մեդալներով, ապա պարգևատրվել է Երկրապահ կամավորների հուշամեդալով։ Պատիվ ունեմ և խոնարհվում եմ քո առաջ, մեծն հերոս։ Ճանաչենք մեր հերոսին։ Եվ ահա այսօր նրա անունով է անվանակոչված Հայրենի գյուղի Կամարիսի միջնակարգ դպրոցը, իսկ դպրոցից քիչ այն կողմ գյուղի մանկապարտեզի դիմաց կանգնեցված է խաչքար նվիրված նրա հիշատակին։ Նրա անունով է կոչվել նաև Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ռազմագիտության լսարանը։ Հավերժական փառք անմահ հերոս Ազատ Սիմոնյանին։ Խոնարհվում եմ նրա առջև։